Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի հայրենակիցներ, մինչ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում մարդկանց համոզում է, որ արդեն իսկ խաղաղությունը հաստատված փաստ է, երկրից դուրս օգտագործելով տարբեր ամբիոններ բողոքում է, որ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով շարունակում է օգտագործել Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Ավելին, Փաշինյանի վշտացնում այն հանգամանքը, որ Ալիևը խոսելով ՀՀ Ադրբեջան բանակցություններից Հայաստանը ներկայացնում է որպես կապիտուլյացիա ենթարկված երկրի, իսկ իրեն էլ անուղղակի կերպով որպես կապիտուլյանտի։ Ճիշտ է, Փաշինյանը վերջում չի մոռանում ընդգծել, որ Ադրբեջանի պահվածքն իրեն ոչ մի միլիմետր չի շեղի ձեռբերված խաղաղության նշանավորման եւ հռչակված պայմանավորությունների իրականացման գործելակերպից, սակայն ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է։ Թեև առաջին հայացքից թվում է, որ իշխանությունն իր ասելքը կսահմանափակի ՄԱԿ-ի ամբիոնով, սակայն պարզվեց, որ կարիք կա դրա մասին խոսելու ԵԽԽՎ-ում, նաև ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստում, որտեղ փոխվարչապետ Գրիգորյանն ի պատասխան Ադրբեջանի վարչապետի ելույթին հիշեցրել է երկկողմ փաստաթղթերից, որոնք բխում են ապաշրջափակման համատեքստում եւ այնտեղ նշված է Տրամփի ուղի ձևակերպումը։ Համոզված եմ, որ իշխանությունն այս թեման չէր բարձրաձայնի, Ադրբեջանի իշխանությանը չէր արձագանքի, եթե բանակցային գործընթացում լուրջ խնդիրներ ի հայտ չգային։ Ինչու՞, որովհետև գործող իշխանության շահերից չի բխում հակասելու սեփական խոսույթին եւ հրապարակավ խոստովանելու, որ Ադրբեջանն արկա պայմանավորվածություններից դուրս է գործում, հանրության իջեցված խաղաղության ուղերձների հիմքում ոչ թե փաստերն են, այլ անորոշ խոստումները, իսկ նրա բառապաշարը որևէ ձևով չի բխում լայն ժպիտներով լուսանկարների տրամաբանությունից։ Սրան զուգահեռ Ադրբեջանը հայտարարում է ռազմական բյուջեի 4%-ով ավելացման մասին, օկուպացված Քարվաճառում Ալիևը խոսում է ուժի միջոցով ադրբեջանական շահերի առաջ մղման ու բանակի արդիականացման մասին, իսկ սրան ի պատասխան հայաստանյան իշխանությունը կրճատում է ռազմական բյուջեն, շրջանառում պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման նախագիծ, իսկ բանակը որպես 5-րդ անիվ ուղարկում Խորդանոց։ Ինչու է Ալիևը շարունակում կոշտ հեգնական վիրավորական բառապաշարը, որովհետև նրա մոտ գերիշխողը փառասիրությունն է եւ դիմացինին միջև վերջ ոչնչացնելու մոլուցքը։ Իսկ ինչու է Փաշինյանը հայտնվել պատի տակ գանգատվողի կարգավիճակում, որովհետև վաղուց հանձնել է իր հաղթաթղթերը, իր ձեռքով իրեն տեղափոխել անկյուն, որտեղ առավելագույնը ինչ դեռ կարողանում է անել, երկրի ներսում բռնատիրություն կառուցելն ու հասարակության կեղծիքի բլոկադայի մեջ պահելն է։ Եվ որպես հետգրություն վերջին բանախոսի խոսքի հետ կապված ավելի լավ կլինի դուք ավելի շատ անդրադառնաք այն փաստին, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ էր, 26 ամիս գտնվում էր կալանքի տակ եւ դրա պատասխանատուն դուք եք։